Գավառում ծնողների կողմից անչափահաս երեխաների նկատմամբ սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնության սահմռկեցուցիչ դեպքից 2 տարի է անցել։ Այդ ժամանակ դեռևս քաղաքասարակությունը հարց բարձրացրեց. արդյոք պետական սոցիալական ծառայությունները լիարժեք են կատարում իրենց գործը և ուշադրության կենտրոնում պահում խոցելի ընտանիքների երեխաներին։ Աղմկահարույց դեպքից 2 տարի անց եւս մեկ դեպք, այս անգամ դժբախտաբար ողբերգական ավարտով։ Օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի նստքնչական մարմնի խեղդամահ է արել հայրը։ Պատճառը նախնական տեղեկությունների ներընտանեկան հարցերն են եղել։ Ծափաթաղ գյուղի բուժքրոջ խոսքով Տիգրանի հայրը մտավոր հետամնացություն ունի։ Նրա 5 երեխաներից 4-ը տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեն։ Ընտանիքն ապրում է սոցիալական ծայրահեղ պայմաններում։ Մասնագիտական գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ այս ընտանիքը պետք է լիներ սոցիալական հարցերով զբաղվող պետական մարմինների մշտական ուշադրության ներքո։ Միասնական սոցիալական ծառայության Գեղարքունիքի կենտրոնի աշխատակիցը մեծ զրույցում նշեց, որ պարբերաբար այցելել են Հովհաննեսովների ընտանիք, գնահատել կարիքները, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անդամներին ուղղորդել անհրաժեշտ բուժում ստանալու։ Հովհաննեսովները պետությունից նյութական աջակցություն են ստացել որպես սոցիալապես անապահով ընտանիք։ Արդյոք միայն սոցիալական օգնությունը բավարար պաշտպանություն է ապահովում նման ընտանիքների երեխաների համար։ Մասնագետները ասում են, նման դեպքերում մշտական վերահսկողություն պետք է իրականացվի ընտանիքի նկատմամբ, ինչը սակայն Հայաստանում չի իրականացվում։ Որտեղից պետք է սկսել։ Ճանաչեն ռիսկը, օգնել, որ ռիսկը մեղմանա, իսկ օգնելու համար դու պիտի ունենաս մասնագետների մասնագիտական համապատասխան կոմպետենտություն, ընտանիքի կարիքներին հարմարեցված օգնության ձևեր, նյութական, ոչ նյութական, սոցիալական վերահսկողության, դա մի ամբողջ փաթեթ պիտի լինի, որը պիտի մշակվի այդ կոնկրետ ընտանիքի իրավիճակից ելնելով։ Արդյոք ունենք այդ արսենալը, ոչ։ Արդյոք ունենք բավարար թվով սոցիալական աշխատողներ, օգնող մասնագետներ, ովքեր իրավունք ունեն, լիազորություն ունեն միջամտելու, կանխելու, օգնելու։ Դեռ նշած ՄՍՏ-ի սոցիալական աշխատողի դեպքում էլ իր արսենալը, իր պարտականությունները եւ արսենալը փոքրինչ տարբերվում են, փոքրինչ չէ, էականորեն տարբերվում են։ Եթե այնտեղ պետք է որ ամեն օր մարդ մտնի դուրս գա, միասնական սոցիալական ծառայության դեր նշած աշխատակիցը դա չի կարող անել, որտեղ ինքը սպասարկում է մեծ թվով շահառուների, եւ այդպիսի ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների թիվը փոքր չի։ Իսկ այդ ընտանիքները պահանջում են շատ տևական աշխատանք, թերապևտիկ աշխատանք, որը վարչարության հետ անհնար է համատեղել։ Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով համաձայն վիճակագրության յուրաքանչյուր բնակավայրում 3-ից 5 նման խոցելի ընտանիք կա, սակայն սոցիալական աշխատողը չի կարող ուղղակի մտնել եւ հեռացնել երեխային ընտանիքից։ Նախ, որովհետեւ եթե ծնող օրինակ մտավոր հետամնացություն ունի, դա դեռ չի նշանակում, որ երեխան ապահով չէ այդ տանը, եւ որովհետեւ սոցիալական աշխատողների լիազորություններն էլ սահմանափակ են։ Նման դեպքերում աջակցություն, վերահսկողություն սոցիալական պատրոնաժի միջոցով դա նշանակում է ժամանակին գրագետ միջամտություն, եթե կարիք կա դեղորայքային ինչ-որ մտավոր խնդրի դեպքում հազիվ չէ, բայց ես ընդհանուր առմամբ եմ ասում, եթե կարիք կա, որ մարդը դեղորայքային բուժում ստանա, պետք է ժամանակին դա կազմակերպել։ Այդտեղ էլ մարդկանց ձեռքերը, եթե դա հոգեկան առողջության խնդիր է, կամավոր է։ Մեր բոլորի ձեռքերը կապված են, եթե մարդը չի համաձայնում գնալ եւ ժամանակին ստանալ իր բուժումը, եւ մենք պարտադիրից հրաժարված ենք որպես երկիր, խնդրեմ, ունենք մարդ, որը իրականում կարիք ունի կանոնավոր բժշկական հետազոտության եւ դեղորայքի ընդունման եւ այլն, բայց այդ մարդը չի ցանկանում, չի կարևորում, չի իմաստավորում, դա չի գնում, միևնույն ժամանակ կորցնում է կամաց-կամաց իր վարքի հանդեպ կոնտրոլը։ Խնդիրն այն է, որ եթե անգամ հարկադիր բուժման մեխանիզմը գործեր Հայաստանում, Հովհաննեսովների ընտանիքի դեպքում դա չէր գործի, քանի որ ընտանիքի հայրը Արմենը հաշվառված չէ որպես մտավոր առողջության խնդիր ունեցող։ Միրա Անտոնյանի խոսքով խնդիրը միայն համակարգում առկա բացերը չեն, այլև հանրության անտարբերությունը, օրինակ դրկից հարևանի տանը երեխայի նկատմամբ տեղի ունեցող բռնությանը։ Այ հիմա բոլորը ցնցված են, բոլորը սրա մասին խոսում են, ափսոսանք են հայտնում, գրում են, Իրաստանը նստած դիվանի վրա գրում են ափսոս եւ այլն, դատապարտեն, քարատեն, որը էս անենք, այն անենք, անգամ եթե այդպես ենք արձագանքում, բայց միևնույն ժամանակ ասում ենք հարևանի տունն է, երեխա է լացում ժամերով, դա ինձ ինչքանով է վերաբերում եւ ոչ մեկին չեն կահազանգում։ Եթե այս պահին ցնցված ենք, բայց հաջորդիվ, երբ որ մի քիչ փուլը անցնի որպես հասարակություն, մենք ընդամենը արձագանքելու ենք, դա իրանց տունն է, դա իր ծնողն է, դա իր մաման է, դա իր պապան է, վարվում է, դասերակում է, ինչ ոչով որ ուզում է եւ դրանից դա մեզ չի հուզում, մենք մեզ հետ ենք պահում այդ ամեն ինչից։
Եթե ուսուցիչ ենք, ասում ենք իմ գործը դաստալն է, ես չպետք է հետևեմ թե երեխան կապտոկներով է եկել թե ոչ, ինչը պետք է հայտնեմ, ես նույն լուղում եմ հայտնում եմ ավելի ծանր վիճակի մեջ, եթե մենք այսպես շարունակենք մտածել ու գործառնել որպես հասարակություն, ցավոք սրտի Տիգրանը կլինի հերթական դեպքը, ինչպես որ մի տարի առաջ ունեցանք, 2 տարի առաջ ունեցանք, մի քանի ամիս առաջ ունեցանք. Հիմա, երբ արդեն ողբերգությունը տեղի է ունեցել, ինչ պետք է անի պետությունը ընտանիքի մյուս 4 անչափահաս երեխաներին պաշտպանելու համար։ Երեխաների հայրը կալանավորված է, նրանք այժմ մոր խնամքի տակ են։ Պետք է հիմա մոր վարկը հասկանալ։ Մայրը իմացել է տեղյակ եղել հանցագործությանը, աջակցել է, չի աջակցել կամ որևէ կերպ չի դիմադրել։ Եթե այսպեսի մամայի հետ գործ ունենք, ուրեմն հեռացնելը իմաստավորված է, որովհետև այն մյուս երեխաները փաստորեն պաշտպանված չեն նաև մամայի կողմից։ Բայց եթե ունենք մամա, որը ենթադրենք նույն բռնարարի ճնշման տակ էր, կուզենար շատ իր երեխաներին պաշտպանել, բայց ամուսնու չգիտեմ, իշխանությունը թույլ չի տվել եւ այլն, պետք է նայել կոնկրետ ընտանիքում ինչ հիերարխիա ուժի, ինչ իշխանության ինչ հիերարխիա, ոնց է դա տարածվում, մաման հանձնառնող այդ պատասխանատվությունը թե ոչ, խնամքի բավարար հմտություններ ունի արդյոք մնացած երեխաներին կարողանալ հետևի եւ ըստ այդմ կազմել պլան, կարող է հեռացնելը ճիշտ չի, կարող է ուղղակի մամային է պետք օգնել, որ մնացած երեխաներին կարողանա դիտություն անել։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր խնամակալության եւ հոգեբարձության մարմնի հրատապ նիստ է հրավիրվել։ Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ երեկամյա Տիգրանի քույրերի ու եղբայրների հետագա խնամքի կազմակերպման հարցը։ Նիստի արդյունքում որոշում դեռևս չեն կայացրել։ Մտադիր են գնալ գյուղ զրուցել ընտանիքի մոր եւ երեխաների հետ, ինչից հետո էլ վերջնական եզրահանգման կգան։